Ինչ է կարծում Գագիկ Ծառուկյանի ունեզրկումը ինչ հետևանք է ունենալու պետության։ Չգիտեմ, քուր ջան, ավելի լավ է։ Թող լավ լինի։ Ես այդ հարցերում չեմ կարող խոսել։ Այդ հարցով չկամ։ Չեմ կարող ասել։ Ես Ծառուկյանի կողմից եմ։ Ոնց ասել, ամեն ինչ կողմնակիցն իրան։ Ինքը մեղավոր չի։ Ես քաղաքականությունից շատ հեռու եմ։ Ասել եմ, որ Ծառուկյանին ձերբակալել են։ Իսկ տեղակ եք, որ իր ունեցվածքը պետականացնում են։ Ահա, դա եմ նայել ինտերնետում։ Իսկ ինչ կարծիքն է, օրինակ իր ունեցվածքի, այսինքն իր ունեզրկում, ինչ կտա։ Չեմ կարող ասել ոչ մի բան, որովհետև այստեղ տեղյակ չեմ ոչ մի։ Ես եկել եմ հյուր ու պետք է գնամ։ Հասկանում եք, ով որ ստեղ այդ ոնց որ ասած իրավիճակից տեղյակ է ավելի լավ, իրանց հարցրեք էլի։ Հետևանքը պետության հանդեպ անվստահություն կարող առաջանա։ Միշտեր այդ մարդը աշխատել է, քրտնել է, տառապել է, ստեղծել է։ Երևի նա հարկեր քիչ է վճարել, թե կամ թաքցրել է, կամ չի երևացել։ Այնուամենայնիվ քրտնաջան աշխատանք է տարել այդ մարդը։ Նա աշխատող մարդ է։ Բայց որ պետության հանդեպ պետք է ազնիվ լինել, հարկերը վճարել, турքերը վճարել, ամեն ինչ անել, օրինական ձեռք բերել, դա արդեն ես չեմ կարող ասել։ Բայց ինչ է կարծում, ճիշտ է նրա հետ այդպես վարվելը կամ չգիտեմ, նրա հետ վարվելը ինչ որտեղ թե ցուցադրական էր, թե շոու էր, թե ինչի համար էր դա չեմ կարող ասել, հայտնի չէ։ Միշտեր կարելի էր քաղաքակիր ձևով նրան ձերբակալել կամ հրավիրել քննչական վարչություն։ Նա ինքը ոչ դիմադրել է, ոչ պայքարել է, ոչ ավել պակաս խոսքեր ասել է։ Այդ պարագայում լավ չվարվեցին։ Ու նրան պետք էր ինչ որտեղ զգաստացնել։ Եվ դրա շնորհիվ գուցե մյուսներն էլ կարող են զգաստանալ, ովքեր վարել են նման ձևով պետության հետ, օլիգարխներ ասեմ, թե հարուստներ ասեմ, թող դաս լինի բոլորի համար դա։ Բայց այդպես վերցնել ու չոր ունեզրկել չեմ կարծում, չգիտեմ թե ինչպես կլինի։ Ինչ է կարծում Գագիկ Ծառուկյանի ունեզրկումը, ինչ է հետևանքներ կունենա պետության համար։ Ինչ իմանանք, չգիտեմ։ Գաղափար չունենք անգամ։ Ասել բարերար մարդ է։ Հեսուսին է արձանն է պատրաստում։ Ես վատը չեմ տեսել։ Նրա մայրն է լավ կինը, ընտանիքն է լավն է։ Ինչ ասեմ, վատ բան կարամ ասեմ։ Իսկ ունեզրկման մասով ինչ կասեք, ինչ հետևանք է դա ունենալու պետության համար, այսինքն ինչ կտա Ծառուկյանի ունեզրկումը պետության։ Անպատվություն։ Я буквально месяц назад вернулась из-за границы. Я абсолютно не в курсе ничего того, что тут происходит. Может, через некоторое время, если встретимся, я вам скажу свое мнение. Но сейчас я всего месяц в стране. Ես առասարակ գուշակ չեմ, որ ես գուշակ եմ ինչ հետևանք ունենալու, քանի որ մենք այս տիրող իշխանությունը ունենք, այս իշխանությունից լավ բան սպասելիք չկա հավատացեք։ Ես որ չեմ սպասում, չգիտեմ, կան որոշ մարդիկ, որ չգիտեմ ինչ հույսեր են կապում սրանց հետ, բայց այնուամենայնիվ արարքը մարդկային չէ։ Ես չգիտեմ, ես անձամբ այդ մարդի հետ ոչ շփվել եմ, ոչ առիթ եմ ունեցել աշխատանքային կամ ինչ-որ հարցերով, բայց 70 տարեկան մարդին այդպես չեմ։ Պետք չի մարդկանց այս կարգի վարկաբեկել։ Եթե նույնը իրանց վերաբերվեն, ոնց կնայեն։ Կամ այնտեղ մի երիտասարդ մեջ է եկել է սովա, չգիտեմ, ինչ անունազգանունով գնում, դեպմամբ ինչ-որ բաներ հրահրում, երիտասարդներին տանում ձերբակալում են, այս ինչքան կարելի է սա շարունակվել։ Հա, ինչքան կարելի է սա շարունակվել։ Այս ինչ մազոխիստական երևույթներ են։ Այս երկիրը վերջապես հանրապետություն, երկիր, որ շատ լավ մարդիկ են ունեցել, շատ լավ ղեկավար են։ Սա ղեկավարելու ձև չի։ Ինքը չի կարողանում ղեկավարի, իրականում չի կարողանում, որ ինքը հեռանա մեր երկիրը ծաղկուն շրջան կապրի։
Ես խնդրում եմ, եթե ինչ որ ձեզ ձայնը տեղ է հասնում, անպայման տեղեկացրեք, ուղարկեք, ասեք, որ ժողովուրդի 90%-ը դժգոհում է իրանից։ Կամ ինքը որ կանգնում ամբիոնի մոտից ասում է ժողովուրդն է ինձ ընտրել, ժողովուրդը քեզ չի սիրում։ Փողոցներում այսպես հարցազրույցներ հազարավոր չէ, 100-200 հազարավոր մարդիկ դժգոհությունը հայտնում են։ Չի կարելի այսպես երկիր պահել։ Տերորիստ եք, ինչ եք, ով եք, որտեղից եք, հայտնվեք, կամ ինչ բարոյական իրավունքով դուք ժողովրդին պետք է այսքան նվաստացնեք։